Ես չգիտեմ, ինձ մշուշոտ է, ես չեմ հասկանում, թե սրա միջից ոնց ենք դուրս գալու։ Ուղղակի ես եկել էի հիմա, որ ասեի, որ այդ 50 հոգի արտասահմանցիները, որ գալիս են, այդ օրը պիկետ կազմակերպենք, թե այս արարողությունը ամեն տարի անում ենք։ Այո։ Հայտարարել է արդեն հանրապետական կուսակցությունը, որ պետք է ցույց տան իրականում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ես կուզեի, որ փողոցի երկու մասերում այնքան ժողովուրդ հավաքվեր, ժողովրդին կազմակերպենք, գնանք դիմավորենք։ Ոչ մի բան կարանք չասենք, ուղղակի այդ թղթերը վերցնենք, գնանք իրանք տեսեն, որ հայությունը կա, չի կոտորվել, չի էլ կոտորվելու իրանց ասելով։ Մտավախություն չունեք, որ օրերից մի օր կամ հենց եթե համապետական ընտրություններում կրկին այս իշխանությունը վերընտրվի, ջահերով երթնել ընդհանրապես կարգել են, քանի որ իրենք պարբերաբար քննադատության են ենթարկում ջահերով երթը, այս գաղափարը ընդհանրապես։ Նրանց ուզածը հենց այդ է, ոչ թե մենակ սրանց, ամբողջ Եվրոպան էր ասում, հայությունը պետքա չլինի։ Այն տխմար Ալիևն էլ էր ասում։ Թող լսի, ես եմ ասում։ Ինչ անենք։ Դե ասում եմ, ոչ մի բան չարեցինք, սուս նստեցինք, զարմացանք, թե ես ինչ օին են բերում մեր գլխին, հասկացանք, ինչ են ուզում անեն։ Հիմա ես մի քայլը անենք, էլի։ Անենք, եթե չենք վեկանում, մի հատ ինչ ասեմ։ Ես շատ լավ քայլ է ինձ թվում, խնդրում եմ, որ անեք, ես էլ ապայման կմասնակցեմ։ Բայց դուք ինչից եք հիմնականում դժգոհ մեր երկրում, օրինակ ձեր տարիքակից այլ մարդիկ նշում են, որ իրենց թոշակները բարձրացել է, երկրում խաղաղություն է, ձեզ համար իմ ծնողները, իմ նախկինները ընդեղից են եկել, հեշջարդից են եկել, ես էլ նրանց հետնորդն եմ, այդ մտելա իմ այրան մեջ դուրս չի գալու, հետը ստանելու եմ։